Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1355-րդ օրն է։ Գիշերը փոխադարձ հարվածներով էր անցնում, բայց մեզ համար դա նոր բան չէ։ Թող ռուսները սովորեն ապրել առանց լույսի եւ քաղաքակրթության այլ բարիքների, ի վերջո ոչ քաղաքակիրթ մարդկանց ինչներին է պետք քաղաքակրթության բարիքները։ Իդեպ երեկվա եթերը երևում է հատկապես դուր չեկավ պուտինիստներին, կարող է նկատել եք մեկնաբանություններում տվայտվում էին, երևի նրանք հույս ունեին իրենց գիշերային հարձակման ֆոնին այլ բան կամ գուցե կենթանաբանական այգում 1 ժամ ավել էին լույս ու ինտերնետ ունեցել ու որոշել էին մեր եթերը նայել։ Իհարկե սա սարկազմ է, դա լավ է, որ պուտինիստների նյարդերը չեն դիմանում իրականությանը, բայց ամենակարևորը այն է, որ պուտինիստները զայրացած են, իսկ եթե զայրացած են, ուրեմն հասկանում են իրենց անհույս սխալը եւ անզորությունը։ Պատկերացրեք աշխարհի երկրորդ բանակը, որ ռազմաճակատում ոչինչ չկարողացավ անել, այժմ հարվածում է ենթակայաններին եւ էլեկտրալարերին, էլեկտրասյուների հետ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ առանց լույսի հիմա նստած են հենց ռուսները, որովհետև արդեն 25 թվականն է, ոչ թե 22-ը, եւ մենք ունենք պատասխան տալու միջոցներ։ Արդեն բազմիցս ասել եմ, այս խաղը կարելի է խաղալ երկուսով։ Եթե իրենք թիրախավորում են մեր էլեկտրակայանները, ապա մեզ ոչինչ չի կարող իդ պահել թիրախավորել ռուսական էլեկտրակայանները, եւ ուկրաինական բանակը հենց դա էլ անում է։ Երեկոյան ժամերին ռուսները հատկապես անտրամադիր էին Ղրիմում, Կազանում, Կուրսկի եւ Բելգրադի մարզերում, իսկ գիշերը բարի դրոնների եւ բարի հրթիռների այցելությունների աշխարհագրությունը Ռուսաստանի մարզերում ընդլայնվեց։ Այսօրվա եթերում ձեզ համար կան նաեւ մանրամասներ Պոկրովսկից, թեև Կուպյանսկում նույնպես ռուսների համար զարգանում են դրամատիկ իրադարձություններ։ Վերադառնալով ռուսական զանգվածային հարձակմանը, ասեմ, որ Ուկրաինայի արտգործ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ ռուս օկուպանտները նոյեմբերի 8-ի գիշերը Ուկրաինայի դեմ իրականացված զանգվածային հրթիռադրոնային հարձակման ընթացքում հարվածել են ենթակայաններին, որոնք ապահովում են Խմելնիցկի եւ Ռովնոյի ատոմակայանների աշխատանքը։ Մեջբերեմ Ռուսաստանը գիտակցաբար վտանգի տակ է դնում Եվրոպայի միջուկային անվտանգությունը։ Մենք կոչ ենք անում շտաբ հրավիրել ՄԱԳԱՏԵ-ի կառավարման խորհրդի նիստ արձագանքելու այս անթույլատրելի ռիսկերին, նշել է Սիբիգան։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ երեկվա գիշերային հարձակման ժամանակ հակառակորդը կիրառել է առնվազն 25 բալիստիկ հրթիռ, ինչպես նաև աերոբալիստիկ եւ այլ հրթիռներ եւ ավելի քան 450 տարբեր տեսակի դրոններ։ Ըստ երկրի ղեկավարի, Կիևը բանակցություններ է վարում Ամերիկայի հետ լրացուցիչ Պետրիոտ համակարգերի մատակարարման վերաբերյալ, որոնք ունակ են դիմակայել բալիստիկ եւ աերոբալիստիկ հրթիռներին։ Իմջայլոց մեր լսարանը կհիշի, որ ամերիկացիների համար անակնկալ էր, որ մենք Պետրիոտներով կարողացել ենք նաև աերոբալիստիկ հրթիռներ խոցել։ Նման փորձ մինչ Ուկրաինայի պատերազմը աշխարհում չկար։ Կարճ անդրադառնամ Հայաստանի ներքաղաքական վիճակին։ Մենք տեսնում ենք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացմանը, ասած որ գնա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կարող է որոշի մեկին հարցազրույց տա։ Դե սա ասեմ, որ սպասելի էր, քանի որ ընտրություններից առաջ յուրաքանչյուր կողմ փորձում է հասարակությանը պարտադրել իր նարատիվները։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրեմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում մեր եթերը։ Իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Անպայման ստուգեք, միգուցե անալիտիկա ալիքին բաժանորդագրվել եք, բայց նոր ալիքին դեռ ոչ։ Բաժանորդագրվեք մեր բոլոր ալիքներին, որպեսզի ժամանակին իմանաք մեր եթերների մասին։ Հուսով եմ մեր ընտրած լուրերը ձեր սրտով են։ Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինական հարձակողական խմբերը իրականացնում են որոնում եւ ոչնչացում այն թշնամական ստորաբաժանումների, որոնք փոքր խմբերով փորձում են քաղաք մտնել եւ առաջ շարժվել, փորձելով ամրանալ բնակելի թաղամասերում։ Մարտական գործողությունները ընթանում են ինչպես Պոկրովսկի մերձակայքում, այնպես էլ անմիջապես քաղաքի ներսում։ Ուկրաինական զինուժի արևելք խմբավորումը տեղեկացնում է, որ օկուպանտները անարդյունք փորձում են ներթափանցել քաղաքի հյուսիսային մասեր։ Մեջբերեմ մեր հարձակողական խմբերը տուն առ տուն մաքրում են քաղաքը։ Օկուպանտներից, նշում են ուկրաինացի պաշտպանները, հավելելով, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թշնամու դրոնավարների անձնակազմերի ոչնչացմանը։ Միրնոգրադի ուղղությամբ նույնպես հակառակորդը փորձում են ներթափանցվել քաղաք, սակայն Ուկրաինայի զինված ուժերը վստահորեն պահում են իրենց դիրքերը, չթողնելով թշնամուն ամրանալ քաղաքի ծայրամասերում։ Չնայած լոգիստիկ դժվարություններին, ուկրաինական զորքերի մատակարարումը ապահովվում է անհրաժեշտ ծավալով, այս մասին վկայում են հենց խմբավորման զինծառայողները։ Ռազմական լրագրողները իրենց հերթին նշում են, որ Ուկրաինայի հարձակողական ուժերը այրում
տիրում են թշնամուն Պոկրովսկում, մինչ թշնամին չի հասցրել կուտակել պահեստային ուժեր, մեր զորքերը ոչնչացնում են այն ռուսներին, ովքեր արդեն հասցրել են ներթափանցել քաղաք։ Խոսքը գնում է հարյուրավոր թշնամական զինվորների մասին։ Պոկրովսկում մարտեր են ընթանում յուրաքանչյուր բարձրահարկի եւ յուրաքանչյուր խաչմերուկի համար։ Թշնամին դեռ չի հրաժարվել Գրիշինո գյուղին հասնելուն եւ Պոկրովսկի հյուսիսը լիովին շրջապատելու իր ծրագրից։ Քաղաք մտնող ճանապարհներն ու հարևան Միրնոգրադ տանող ուղիները ռուսական դրոնների կրակի տակ են։ Մարտերը բարդ են, սակայն մեր զորքերը շարունակում են դրանք, տեղեկացնում են ռազմական լրագրողները։ Իդեպ 3 օր առաջ նեղացած պուտինիստներից մեկը գրել էր. «Բա 2 օրից ինչ կասես»։ Երևի նկատի ուներ, որ իրենք այդ 2 օրվա մեջ Պոկրովսկը պետք է գրավեին, թե ինչ պետք է անեին։ Հիմա 3 օր է անցել, ասում եմ, հուսամ լսում եք, ռուսների վիճակը ոչ միայն չի լավացել Պոկրովսկում, այլ վատացել է։ Երևի թե 3 օր առաջ պուտինիստները հույս ունեին, թե մի բան կստացվի իրենց զավթիչների մոտ, բայց ի ուրախություն մեզ ռուսները ոչինչ չկարողացան անել, ոչ մի նոր բան, այսպես ասենք։ Միակ ակտիվ շարժումը ռուսների դա իրենց հավեսով մաղվելն ու ոչնչանալն է։ Բելգրադի եւ Բելգրադի մարզի մի մասը 3 հերթական անգամ մնացել էր առանց էլեկտրաէներգիայի լուչ ջերմաէլեկտրակայանի վրա հարձակման պատճառով։ Ուկրաինայի պաշտպանական ուժերը պատասխան հարվածներ են հասցնում ագրեսոր երկրի օբյեկտներին՝ ի պատասխան երեկվա Ուկրաինայի վրա թշնամու իրականացրած հարվածների։ Նոյեմբերի 8-ին շաբաթ օրը Բելգրադում կրկին թիրախավորվել է լուչ գազատուրբինային ջերմաէլեկտրակայանը։ Համացանցում հրապարակվել էին կադրեր, որոնք ցույց էին տալիս հրդեհները հրթիռային հարվածներից հետո տեղական բնակիչները տեղեկացրել են հակաօդային պաշտպանության աշխատանքի եւ պայթյունների մասին, որից հետո տեղի է ունեցել հոսանքազրկում։ Բոլոր կադրերը մեր Telegram-ում են, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ այլն, ասեմ, որ մեր Telegram-ի հղումը կա մեր բոլոր եթերների նկարագրության մեջ եւ մեկնաբանություններում ամրացված է ամենավերևում։ Վորոնեժ քաղաքի ջեկը գիշերը ենթարկվել է 3 հրթիռային հարձակման, ավերածությունները մեծածավալ են, ըստ օբյեկտիվ վերահսկողության տվյալների հարվածը Վորոնեժի ջեք 1-ին հասցվել է անցած գիշեր հրթիռներով, օբյեկտը ստացել է լուրջ վնասներ, նախնական տեղեկություններով 1 հրթիռ հարվածել է կաթսայատանը, երկրորդը խոցել է տանիքը, ավերել է շենքի կրող կառույցները, իսկ երրորդը ենթադրաբար խոցել է տուրբինաներով ջերմագեներացիայի մասնաշենքը։ Ուկրաինայի գենշտաբից դեռ տվյալներ չունենք։ Մեր եթերը պատրաստելու պահին Ռուսաստանի Տագանրոգ քաղաքում պայթյունից հետո անջատվել է էլեկտրամատակարարումը, տեղի բնակիչները հայտնել են պայթյունի մասին, որից հետո քաղաքի որոշ հատվածներում լույսը մարել է։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտու տարածքում Տագանրոգի ավտոմոբիլային գործարանի տեղամասում, որտեղ 97-ից 14 թվականներին հավաքվում էին թեթև եւ բեռնատար ավտոմեքենաներ։ Հնարավոր է, որ գաղտնի ռազմական գործարան է եղել, պայթյունը դրա հետ է կապված։ Ռուսաստանի էներգետիկ համակարգը բախվել է անսովոր անջատումների շարքերի Ուկրաինայի զինուժի հարվածներից հետո, ինչը հաստատում է, որ ագրեսոր երկրի ենթակառուցվածքները ճգնաժամի մեջ են։ Այս թվացial հսկան կավե ոտքերի վրա է։ Միևնույն ժամանակ Վոլոգդայում եւ Բաշկորտոստանում պարտիզանները ոչնչացրել են Ռուսաստանի ռազմական լոգիստիկայի 4 օբյեկտ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։ 1-2 կարևոր լուրջ ձեզ տեղեկացնեմ, հետո նորից կվերադառնանք ռազմաճակատին։ Ամերիկայի քաղաքականությունն ու ներքին եւ արտաքին պահանջարկի անկումը հանգեցրել են նրան, որ չինական տնտեսությունը սկսել է ցույց տալ ճգնաժամի առաջին նշանները։ Չինաստանի տնտեսությունը բախվել է նոր մարտահրավերի, երկրի արտահանումը անսպասելիորեն նվազել է։ Այս տարվա գարնանից ի վեր առաջին անգամ, ինչպես հայտնում է Financial Times-ը, նվազումը տարեկան հաշվարկով կազմել է 1.1%, ինչը դարձել է առաջին նման դեպքը փետրվարից ի վեր եւ գերազանցել է վերլուծաբանների ամենահոռետեսական կանխատեսումները։ Սպասվում էր մոտ 3%-անոց աճ, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Գլխավոր պատճառը շարունակում է մնալ Ամերիկայի կողմից գործադրվող ճնշումը, հատկապես ապրիլին սահմանված առևտրային սահմանափակումների տեսքով։ Չինաստանի մաքսային տվյալներով արտահանման նվազումը հատկապես նկատելի է առևտրում Միացյալ Նահանգների հետ։ Հոկտեմբերին Չինաստանից Ամերիկա արտահանումը նվազել է միանգամից
25%-ով, նախկինում այս բացը փոխհատուցվում էր ակտիվ վաճառքներով հարավ-արևելյան Ասիայի եւ Եվրոպայի երկրներին, սակայն այժմ այդ ուղղություններն էլ են թուլանում, արտահանումը Եվրոպական միություն աճել է ընդամենը 0.9%-ով, իսկ հարավ-արևելյան Ասիա 11%-ով, ինչը փետրվարից ի վեր ամենաթույլ ցուցանիշն է Չինաստանի համար, ներմուծումն էլ է դանդաղել, աճը կազմել է միայն 1%, սեպտեմբերի 7.4%-ի դիմաց։ Սա վկայում է ներքին պահանջարկի նվազման մասին։ Շատ փորձագետներ կարծում են, որ երկիրը մտել է կառուցվածքային թուլացման շրջան։ Շինարարական ճյուղի ճգնաժամը, սպառողական ակտիվության անկումը եւ արևմտյան տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիությունը սկսում են իրենց ազդեցությունը ցույց տալ Չինաստանում։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը շարունակում է ուժեղացնել ճնշումը Պեկինի վրա։ Նոր մաքսատուրքերի սահմանումից հետո Ամերիկային հաջողվել է վերաուղղել գլոբալ մատակարարման շղթաները, ինչի հետևանքով մի մասը Չինաստանից տեղափոխվել է Վիետնամ, Հնդկաստան եւ Մեքսիկա։ Բացի այդ, Ամերիկայի սահմանած սահմանափակումները բարձր տեխնոլոգիական բաղադրիչների արտահանման եւ Չինաստանից հազվագյուտ մետաղների ներմուծման վրա դարձել են լրացուցիչ հարված Չինաստանի արդյունաբերության համար։ Անցած շաբաթ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հայտարարեցին 1 տարով նախատեսված ժամանակավոր առևտրային հրադադարի մասին, սակայն փորձագետները կասկածում են, որ դա բավական կլինի միտումը փոխելու համար։ Տարիների ընթացքում արտաքին առևտրից կախվածությունը Չինաստանի տնտեսությանը սովորեցրել էր արտահանման միջոցով ստացվող արտարժույթի կայուն հոսքի, իսկ այժմ այն զրկվում է այդ հենարանից։ Ես կարծում եմ, որ այս մի տարվա մեջ Միացյալ Նահանգները կձեռնարկեն եւս մի շարք քայլեր, որը Չինաստանի համար կայունացնելու փոխարեն նոր անկման պատճառ կդառնա։ Պենտագոնը նախազգուշացնում է գլոբալ մարտահրավերների աճի եւ պաշտպանական կարողությունների ուժեղացման անհրաժեշտության մասին։ Գերատեսչության ղեկավար Փիթ Հեքսեթը համեմատել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը 1939 թվականի հետ, կոչ անելով պաշտպանական արդյունաբերությանը գործել ավելի արագ տեմպերով։ Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում ազգային ռազմական քոլեջում ունեցած իր ելույթում Պենտագոնի ղեկավարը ընդգծել է, որ աշխարհը մուտք է գործել աճող լարվածության փուլ, իսկ մրցակից տերությունները ակտիվորեն ընդլայնում են իրենց ռազմական կարողությունները, գրում է National Defense-ը։ Նախարարի խոսքով, եթե Միացյալ Նահանգները ցանկանում են խուսափել ապագա հակամարտություններին ուղղակի մասնակցությունից, ապա պետք է արդեն հիմա ուժեղացնեն իրենց պաշտպանությունը։ Հեքսեթը նախազգուշացրել է, որ Ամերիկայի մրցակիցները արագացնում են նոր զինատեսակների եւ ռազմական տեխնոլոգիաների մշակումը։ Այստեղ մի պահ կուզեի ձեզ մեր լսարանին հարցնել, եթե Ամերիկա բառը Հայաստանով փոխարինվի, երևի թե տարբերություն չլինի, չէ՞ վիճակի մեջ։ Այսինքն, եթե Հայաստանը ուզում է խաղաղություն, պետք է արագ զինվի։ Իր առանձին խոսքում Հեքսեթը դիմել է ամերիկյան պաշտպանական մատակարարներին, հայտարարելով, որ գործող գնումների համակարգը հնացած է եւ խոչընդոտում է ժամանակին զինատեսակների արտադրությանը։ Նա պահանջել է ռազմական ընկերություններից արագացնել արտադրական գործողությունները, գրում է National Defense-ը։ Հեքսեթի խոսքով Միացյալ Նահանգները, Պենտագոնը եւ արդյունաբերությունը մտնում են ռազմական ռեժիմ։ Իդեպ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հերքել է Հունգարիայի կողմից տարածված պնդումները կապված Բուդապեշտին ռուսական նավթի եւ գազի ներմուծման վրա կիրառած ամերիկյան պատժամիջոցներից իբր անժամկետ ազատելու մասին։ Վաշինգտոնը ընդգծել է, որ խոսքը վերաբերում է միայն 1 տարվա բացառությանը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ինչի մասին մեզ արդեն հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ տարաձայնությունները առաջացել են Հունգարիայի պատվիրակության Ամերիկայի այցից հետո։ Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիյարտոն Facebook-ում բանակցությունները բնութագրել էր որպես լիովին հաջողված եւ հայտարարել, որ վարչապետը իբր հասել է պատժամիջոցների սահմանափակումների անժամկետ չեղարկման։ Իդեպ իմ անձնական տպավորությունը, ասեմ ես, Պիտեր Սիյարտովից շատ անհավասարակշռված անձնավորություն է։ Երբեմն այնպիսի հայտարարություններ է անում, որ շատերը զարմանում են, էլի, ինչպես կարելի է նման պաշտոն զբաղեցնել եւ նման անպատասխանատու հայտարարություններ անել։ Սպիտակ տան ներկայացուցիչը հերքել է հունգարական կողմի պնդումները, հստակեցնելով, որ բացառությունը ուժի մեջ կլինի միայն 1 տարվա ընթացքում։ Ամերիկյան կողմի տվյալներով համաձայնագիրը նաև նախատեսում է, որ Հունգարիան պարտավորվում է դիվերսիֆիկացնել էներգամատակարարումը եւ ձեռք բերել ամերիկյան հեղուկացված բնական գազ մոտ $600 միլիոն ծավալով։ Դե Թրամփը չէր լինի, եթե ասենք ինչ որ մի բեռ չդներ Օրբանի վրա։ Այսինքն Վաշինգտոնում իրեն ուխտ են սարքել, բայց ինքը ուզում էր երևի թե հպարտ արծիվ երևար։ Խոսք
խոսքս Օրբանի մասին է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում են Հունգարիայի համար պատժամիջոցներից բացառություն անելու հնարավորությունը, որպեսզի երկիրը կարողանա շարունակել իր հարցերը լուծել, որոշ ժամանակ ռուսական նավթ գնելով։ Ըստ հաղորդագրությունների, որի մասին նաև մենք ձեզ տեղեկացրեցինք, Օրբանը հայտարարել էր, թե իբր ստացել է Ամերիկայի կողմից բացառություններ ռուսական նավթի եւ գազի ներմուծման համար։ Ինչպես եւ ես ասացի իմ երեկվա եթերում, Թրամփը Օրբանի հետ հանդիպման բաց մասում միայն մտադրության մասին էր խոսել, իսկ Օրբանը շտապեց դա իր հաղթանակը ներկայացնել, ինչով իր դիրքերը ամրացնելու փոխարեն կարծում եմ ավելի թուլացրեց թե հենց Հունգարիայում եւ աշխարհում։ Ի տարբերություն Օրբանի, որը գտնվում է ցայտնոտի մեջ եւ չգիտի ինչպես երկարացնել սեփական իշխանությունը, Թրամփը ավելի ռեալ է նայում աշխարհին։ Ենթադրում եմ, նա Զելենսկու հետ հանդիպումներից հասկացել է, եթե մեր Ուկրաինայի նախագահը ասում է, որ կդադարեցնի ռուսական էներգակիրների մատակարարումը դեպի Եվրոպա, ուրեմն նա դա կանի։ Զելենսկին ապացուցել է, որ խոսքերը քամուն չի նետում։ Անցնենք ռազմաճակատի թվերին։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում արձանագրվել է 196 մարտական բախում, որոնցից առավել ինտենսիվը եղել է Պոկրովսկի ուղղությունը, որտեղ թշնամին իրականացրել է 73 հարձակում։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալների, Սևերոսլաբադսկոյ եւ Կուրսկի ուղղություններով, այս ուղղությունները նույնպես գտնվում են մեր լսարանի ուշադրության կենտրոնում, արձանագրվել է 11 մարտական բախում։ Ընդհանուր առմամբ Պուտինի բանակի կորուստները լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր արդեն կազմել են 1,151,070 օկուպանտ, 350,000-ի շեմը ռուսները հատեցին, արդեն ավանդաբար Պուտինի Ռուսաստանը գիշերը հարձակումներ է իրականացրել խաղաղ ուկրաինական քաղաքների վրա, սակայն այս անգամ էական վնասների մասին չի հաղորդվում եւ փառք Աստծո։ Իմիջիայլոց այսօր մեր Telegram-ում տեղադրեցի քարտեզ, որտեղ նշված է, որ չնայած ռուսների 10-ից ավելի անգամ հայտարարություններին Չասովյարի գրավելու մասին, այդ քաղաքի հարավային մասում դեռ ուկրաինական վերահսկողություն կա։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ռուսների մղած պատերազմը վաղուց արդեն դարձել է PR պատերազմ։ Նրանք իրենց այդ մսային գրոհներով ինչ որ միտեղ, ինչ որ մի բնակավայր, ավելի ճիշտ նախկին բնակավայր ներթափանցելը փորձում են ներկայացնել որպես հաղթանակ, իսկ երբ որ դա իրենց մոտ չի ստացվում վերջնականապես, նրանք աշխատում են քողարկել այդ տեղեկատվությունից խուսափել, որպեսզի աշխարհը չիմանա, որ ռուսական կողմը խայտառակ սուտ է խոսել։ Շատ չերկարացնեմ գիրակի օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ այսօր նույնպես լայքել եւ տարածել մեր եթերը։ Հուսամ ավելի լավ լուրեր կունենանք վաղը։ Բարով մնաք եւ թող գալիք շաբաթը լավ լուրերի շաբաթ լինի բոլորիս համար։